Սա հրադադարի պայմանագիր ստորագրած Ադրբեջանի ազնիվ խոսքի արժեքն է։ Լույսը բացվեց, մեր դիրքերից մի 50 մետր հեռավորությամբ թափված են ադրբեջանցիների գիշերային արկածախնդրության հետքերը։ Արդեն ականանետների ու նռնականետների են անցել, արկերի բեկորներն են։ Զինվորականներն ասում են ադրբեջանական արտադրության։ Որևէ թիրախ, սակայն, չեն խոցել։ Դիրքապահները նկատում են, պարզապես կրակել են առանց նշանակետի։ Արտուր, եշի հակարակորդու սկսալա մինամյոտավ թխելը։ Դեղ ասում ես, էվերհունցը ընելիսի կելալ, այդ ջերմադիտարկման կետըտ ասում ես ուսիլինը եշումա, պլուս կետում մարտական դիրքերից նաշնոյներավ եշումն, հանկարծ դիչինը վեր այդ ռմբակոծության վաղթը իրանց այդ ձևերշող խմվերը պենը առաջ կենան։ Փաստորեն թշնամին մեր հրամանատարի համար կանխատեսելի է։ Ռմբակոծության ժամանակ հնարավոր է դիվերսիայի գան, մերոնք զգոն են։ Անգամ շարքային զինվորականը չի տրվում խորամանկությանը։ Հնարավոր է այդ ռոպերը, որ տարբեր տեղերից խփում են կամ կարակում են, մեր ուշադրությունը շեղելու նպատակով, որ իրանց այդ մի հոգուն կանանի նիտրակից հնարավոր է, որ իրանք դիակ ունենան նիտրակում, որ մտնեն հանեն, մեր ուշադրությունը շեղեն այդ կողմի վրա, իրանց գործողությունը անեն։ Մերոնց հումորը տեղն է, ամբողջ գիշերը հրամանատարը զինվորներին ոգի է տալիս։ Տեպլավիզրն են առաջիտ եշումա, մեր գիդա, օրիշ իշկա։ Դե եշեցիկ տեսիկ, երեգի տեսավաս ինչալան։ Ատե հերոսանալի պահեր է, լոխլա հերոսացիկ։ Հերոսանալը կա ու կա, ամեն գիշեր։ Այս անգամ էլ ադրբեջանցիների լեղին ջուր է կտրել, գյուղի լույսերն անջատել են։ Ստում են հակառակորդի սահմանի ետևում գյուղերն է, հիմա այս իրավիճակներում գյուղի լույսերն անջատում են։ Հրամանատարից մինչև շարքային մի բռունցք են։ Մեր բանակում զինվորին հարգում են, դա ամրացնում է պաշտպանությունը։ Յուրաքանչյուր դիրքի ավագ, յուրաքանչյուր զինվոր, պիտի գիդա առաջնային գծում ինչա կատարում։ Իշտեղեն իրա թխեցին, հունց թխեցին, խետ թխեցին։ Ուշադիր եշումս, եթե վդրուկ իրանք սկսում են դուսկալը ծյուկ անելը, դու լհանդի թխում էր։ Եթե տեսնանց պիտի մին անակինամ, դու թխիս վեչուրան իրա, թոքինա տրակ է։ Ահա այսպես, ադրբեջանցիների գիշերային կրակահերթը քթներից դուրս եկավ։ Մեր դիրքապահները հողին հավասարեցրին կրակակետը։ Երեք գենասիդ է գար։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրահանգն է անցնել կանոնավոր ծեծի մարտավարության։ Տղերքը դրան էլ սպասում էին, դեպի ծեծի հրապարակ։ Աննա Բալյան, Արթուր Հունանյան, Հայլուր։